Միտքերի լրատվական վերլուծական կայքը Հրազդան քաղաքում է, զրուցում ենք այս տարածքից Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ընտրացուցակով առաջադրված Մխիթար Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյան, երբ եւ ինչպես սկսվեց ձեր քաղաքական կարիերան։ Պատմեք մի քիչ ձեր մասին։ Բարև ձեզ։ Քաղաքականության մեջ իմ հայտնվելը, մասնակցելը դա իմ ապրելակերպի, մտածելակերպի, հասարակական դիրքի, հասարակության հետ փոխհարաբերությունների արդյունքում է ստացվել, որի համար ես Հրազդան քաղաքի եւ Հրազդանի տարածաշրջանի անձկաբնակչության ուզում եմ շնորհակալություն ասել երկարուձիգ տարիներ ինձ ընկալելու, ընդունելու վերաբերմունքը, դրական վերաբերմունք ցուցաբերելու համար եւ կարծում եմ այսօր մենք ավելի շատ ոչ թե քաղաքական process-ների մեջ ենք, այլ ավելի շատ ազատագրական պայքարի մեջ ենք։ Մեր ներքին կյանքը, արտաքին կյանքը, մեր վիճակը, իրավիճակը այնպիսին է, որ այսօր մեր համապետական ընտրությունները ավելի շատ մեր պետության հետագայի, մեր պետության գոյության, մեր պետության ինչպիսի լինելու համար է, իհարկե շատ կարևոր է, որ մեր պետության ճակատագիրը նման էքստրեմալ իրավիճակներում, նման բարդ իրավիճակներում ամեն ինչ որոշվի ժողովրդի միջոցով, ժողովրդի քվեով, օրենքով սահմանված կարգով, ընտրությունների միջոցով։ Հաշվի առնելով, որ մենք ժողովրդավար պետություն ենք, ժողովրդավարական սկզբունքներով, ժողովրդավարական օրենքների պահպանումով, ընտրության միջոցով։ Այդ գիտակցությունը ինչ է կարծում կա հանրության մեջ, հասարակության մեջ, կամ ինչպես եք հասցնում հանդիպումների ժամանակ փորձում եք հասարակության գիտակցությունը բերել դրան, որ այս ընտրություններից շատ բան է կախված։ Միայն այն, որ վերցնենք մի փաստ, որ մենք գոյություն ունենք եւ մեր գոյության փաստը արձանագրվում է հասարակության վերաբերմունքով, եթե չլիներ հասարակության լայն շերտերի ընկալում, ընդունում, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի որպես քաղաքական գործուն գործիչ այդ փաստի ընկալումը բնական է մենք քաղաքական դաշտում ունելի չենք ունենա, բայց չափազանցած չեմ լինի, եթե ասեմ փառք հասարակության կողմից եւ ընկալվեց, եւ ընդունվեց, եւ նախկինում, եւ հիմա առավելևս ընտրապարտքարի ընտրարշավի ընթացքում ամրապնդվեց կողմնակիցները, ավելացան կողմնակիցները, համախոհները, այդ փաստն է արձանագրում մեր իրականում, ասենք, հասարակության մեր նկատմամբ վերաբերմունքն է արձանագրում հասարակական, քաղաքական կյանքի մեր անելիքները ինչքանով ընկալվեց, ինչքանով ընդունվեց։ Դուք նախկինում ևս եղել եք ազգային ժողովի պատգամավոր, նույն Բարգավաճ Հայաստան խմբակցությունով, այդ շրջանում մասնավորապես Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ սոցիալական օգնություններ էր հասնում, նաև ձեր միջոցով, տրակտոր, սերմացու եւ այլն։ Հասարակությունը հիշում է, գնահատում է։ Գիտեք, այս բանի ես կարձանագրեմ ոչ թե սոցիալական ծրագրերի իրականացման փաստը, այլ ես կարձանագրեմ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հմտության փաստը, որ ըստ էության ժամանակի ընթացքում շատ կուսակցություններ են եւ ծնվել, եւ ապրել, եւ կյանք ունեցել կամ չեն ունեցել, երկարակեցություն ունեցել, թե չեն ունեցել, բայց Բարգավաճ Հայաստան այս պահին Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող գործող այն քաղաքական ուժն է, որը որ եւ ասելիք ունի, եւ անելիք ունի, եւ աջակցություն ունի, եւ փառք Աստծու ավելորդ չի լինի ասել, մենք նաեւ ակնկալում ենք
բացարձակ մեծամասնության քվեր ստանալ, կառավարության ձևավորել եւ միանգամից մի հարցի պատասխան տան, որ մեր հասարակության մեջ մեր կողմնակիցների մոտ շատ անհանգստություն է պատճառում, Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնատուի հարցը։ Ըստ իրության դա ընդգծված ուզում եմ նշել, չնայած դրա մասին պարոն Սուրենյացը որոշակի փակագծեր բացել է, բայց նաև ես ուզում եմ արձանագրել, որ այո, մեր համար կարևոր է հասարակության, մեր համար կարևոր է պարոն Ծառուկյանի ցանկությունը ըստ իրության, բայց հասարակության կողմից, ժողովրդի կողմից մեծամասնության քվեր ստանալու դեպքում ես կարծում եմ պարոն Ծառուկյանը այդ պահանջը, որ մենք հիմա ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում, շփումների ընթացքում այդ պահանջը, որ ստանում ենք հասարակության կողմից, նաև փոխանցում ենք պարոն Ծառուկյանին, որ կա պահանջ հասարակական պարոն Ծառուկյանի վարչապետ տեսնելու այդ փաստով։ Ես ուզում եմ նաև շարունակել միանգամից միտքը, հմտությունը ինչ նկատի ունեմ, որ պարոն Ծառուկյանի կողմից քաղաքական հմտություն ցուցաբերվեց, ինչ է ասում պարոն Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյանը ասում է, որ սիրելի ժողովուրդ, դուք ընտրեք ոչ թե անձին, այլ ընտրեք ծրագիրը, ընկալեք ծրագիրը, ընդունեք ծրագիրը, կարդացեք ծրագիրը, հավանեք ծրագիրը, աջակցեք ծրագրի իրագործման։ Մենք իրականում դրա կարիքն ունենք։ Իսկ ծրագրի երաշխավորը իհարկե պարոն Ծառուկյանի անձն է եւ այն թիմը, որ համախմբվել է պարոն Ծառուկյանի կողքին եւ այդ ծրագրի իրագործման համար անում են եւ հնարավորը եւ անհնարը։ Միանգամից ձեր միտքը շարունակելով գուցե հարցնեմ, թե ինչպես է գնահատում կամ որքան է գնահատում ձեր շանսերը Բարգավաճ Հայաստանի եւ այդ թվում ձեր։ Մեծամտորեն չասենք շանսերի մասին որևէ բան, ուղղակի հստակեցնենք այն, որ այս պահին բոլորը ականատեսին հասարակության վերաբերմունքը, որը խոստումնալից է եւ տրամադրություններ առաջացնում է մտածելու հնարավոր տարբերակներ տարբեր եւ նույնիսկ այն տարբերակը, որ չի բացառում, որ հասարակությունը այնպիսի քվետա, որ հնարավոր կլինի պարոն Ծառուկյանի առաջարկած ծրագիրը բացարձակ մեծամասնություն ունենա եւ ձևավորվի իշխանություն։ Ամեն դեպքում քարոզարշավ է, հանդիպում եք ընտրողների հետ, ինչ եք ներկայացնում իրենց եւ ակնկալիքները ավելի շատ աշխարհակաղակական են, ներքաղաքական են, սոցիալական են, տնտեսական են։ Ինչպեսին է ձեր կոնտակտը ընտրողների հետ ու դուք ինչ եք ներկայացնում, իրենք ինչ են ակնկալում ավելի շատ։ Մենք հասարակության հետ շփումների ընթացքում քարոզարշավի շրջանակներում իհարկե ներկայացնում են ծրագիրը, ծրագրային դրույթները, 10 կետերը, տարբեր ձևի, տարբեր մարդկանց մոտ, տարբեր կետեր ավել կամ պակաս հավանության ներկայացնելով կամ ուշադրության են արժանանում, բայց խնդիրը այս պահին ավելի շատ հասարակության մեջ մի տեսակ ուրիշ ձև, մի տեսակ փրկության լինել չլինելու այս վախի մթնոլորտը իհարկե ժողովրդավարությունը քաղաքականությունը ընդհանրապես միջոց է հասարակական կյանքի բարեկեցություն ապահովելու համար, բայց եթե որևէ քաղաքական ուժ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվում է, պետք է նաև պատրաստ լինի որոշակի ճնշումների, որովհետև իշխանությունը երևի թանկ բան է, իշխանություն կորցնելու չցանկությունը, որոշակի ռեպրեսիաներ, որոշակի ճնշումներ բնականա պետք է օգտագործել, բայց նման բան այն ինչ որ մենք հիմա ենք տեսնում, դա սարսափելի է։ Այս իմիջիայլոց ճնշումներ չի որ հիմա տեղի ունեն։ Հիմա շատ նամանավանդ ընտրարշավի սկզբից հասարակության մեջ վախը շատ է։ Հիմա այդքան չի վախը, բայց էլի կա։ Երբեմն ես հարցնում եմ ինչից եք վախենում, ինձ գիտեք ինչ եմ պատասխանում։
վատություն անելուց, չարություն անելուց, ող հանելուց։ Մարդիկ պատկերացնում եք խոսքի, ասում են, որ մենք ձեզ ենք ընտրում, բայց չենք ուզում, ասենք, թե իմունան բացահայտվեն։ Ասում են, ինչի համար, կարծիք է, տեսակետ է, դուք ձեր տեսակետը կարծիք է, ասեք, ասում են, բա որ հետո մեզ վատություն անեն, մի տեսակ հասարակության մեջ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ հնարավոր է այս իշխանությունը մնա իշխանության, եւ բոլոր նրանց, որ իրանց չեն ընտրել ու բացահայտ ուրիշ քաղաքական ուժի են ընտրել, նրանց նկատմամբ հաշվի արտար կտեսնեն։ Բայց միթե երկիրը ես կամ այնքան գոնե որոշակի չափով ժողովրդավարական են, չէ՞, դիտք տենց վենդետալելի հետընտրական։ Ժողովրդավարությունը դա լավ բան է, մարդկության զարգացման երաշխիքն է, բայց երբ որ այդ ժողովրդավարությունը այն հացի տանակի նման օգտագործում են մարդասպանության համար կամ գարմորթելու համար կամ սող կտրելու համար, նա մարդկությունը զարգացել, քաղաքակրթությունը զարգացել, խոհանոցներում տարբեր տանակներ կան, չէ՞, մեկը սող կտրելու, մեկը վարուն կտրելու, մեկը հաց կտրելու, մեկը կարտոշկա մաքրելու, բայց երբեմն պատահում է, որ նույն հացի տանակով միս են կտրում, սող են կտրում, այդ հոտը տարածվում է, չէ՞, տանակի վրա մնում է, պետք է լվան, պետք է մաքրեն։ Հիմա նույնը ժողովրդավարությունը հասարակության, ազգաբնակչության բարեկեցության ստեղծելու, բարեկեցիկ դարձնելու կյանքը դրա համար է, բայց մենք այսօր տենում ենք մարդկանց վախ, այսօր տենում ենք ճնշումների ծավալը, ճնշումների որակը, ռեպրեսիվ մեթոդները, մենք այսօր եկեղեցու նկատմամբ հալածանքներ ենք տենում, մենք այսօր գործարարների, բարեգործների, ինչ ոլորտ ասենք, որ այդ ոլորտում ճնշում չկա, պետական մարմիններում աշխատող մարդկանց ասենք հեռացնում են աշխատանքից, կոնկրետ դեպքեր կան, էլ ասենք ես ոչ թե կարծիք եմ ասում, կամ լսած եմ ասում, այն տեսած ինչ որ ընտրում ենք ամեն, բայց փակասու հասարակության մեջ վճռականություն կա, արդեն այդ վախը չկա, մարդիկ նույնիսկ իրենց աշխատանքն են թողում, հրաժարվում են աշխատանքից իրենց քաղաքացիական դիրքորոշումներն արտահայտելու համար, չեն վախենում, եւ ես կարծում եմ, որ լավ է լինելու, եւ համոզված եմ, որ լավ է լինելու եւ շատ եմ ուզում, որ լավ լինի։ Ամեն դեպքում հանրությունը պետք է գիտակցի, որ կոնկրետ քվեախցիկում ինքը մենակ է եւ այդ պահին ինքն է կարծես երկրի ղեկավարը, իր ընտրությունից է կախված ամեն ինչ եւ պատահական չի լինի, եթե ըստ եկում ձեր կարգախոսը մեջ բերեք, այդ հունիսի 7-ին պետք է ընտրի համարի 7-ին։ Գիտեք, մեր հասարակությունը ավելի ազնիվ է, մեր քաղաքացիները ավելի ազնիվ են, քան թե մենք իրականում պատկերացնում ենք ու երբեմն արտահայտում ենք այդ մասին։ Մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր բնակչությունը չի կարող խաբի, չի ուզում խաբի, պատկերացնում ենք, չի ուզում խաբի, մարդկանց հետ խոսում ենք, ասենք, պատահական դեպքում, որ ասում են, մենք ընտրում ենք, ասենք, ես ինչ մարդում։ Թե բնականաբար մենք մեր ծրագրերն ենք ներկայացնում, ասում ենք, որ մեր ծրագիրը ընդունի, ասում ենք, չենք ուզում ձեզ խաբենք, ոչ, մենք ընդունում ենք այս մյուս ծրագիրը։ Կան մարդիկ, որոնք մեր ծրագիրն են ընդունում եւ ընդունում են մեզ, բայց արտահայտվում են այն մյուսին։ Ասում են, ոչ, եղբայր, քեզի չենք ընդունում, քեզ չենք ուզում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Սակայն բոլոր հարցումներից են տալի, որ առայժմ մոտ 250-ից 300,000 մարդ դեռ կողմնորոշված չի, իրականում կողմնորոշված չի։ Ես անկեղծորեն ասեմ, ոչ թե կողմնորոշված չի։ Այլ վախենում է արտահայտվում։ Ոչ, բացարձակ։ Այդ երևակայի ստատիստիկ հարցումների հետևանքով տարբեր ժամանակներում մշտապես մոտավորապես մի 20-25% ազգաբնակչության իրենք միշտ հաղթող են։ Դրանք են մարդիկ են, ովքեր որ ուզում են հաղթողի կողքին լինեն։ Դրանք են մարդիկ են, ովքեր որ կոնկրետ ուզում են, որ իրանց քվեն
հաղթած ուժին տան, դրանք էլ մարդիկ են, որ մշտապես իրանք հաղթող են։ Դրա համար է, որ բոլոր քաղաքական ուժերը այնպես են խոսում, որ վերջ իրանք հաղթել են, որպեսզի 20-25% տարիները ստանան, ունենան, որտեղ իրանք հասկանում են, որ մարդկանց մոտ այդպիսի տրամաբանություն կա, այդպիսի մոտեցում կա, որ իրանք ձայնը, իրանք քրեն տան հաղթող ուժին։ Ես անկեղծորեն ասեմ, այդ հատվածն էլ արդեն կողմնորոշված է։ Այդ հատվածն էլ կողմնորոշված է։ Ստե եթե մենք դիտարկենք դիմություն, 99% բոլորը արդեն կողմնորոշված են, որոշել են, որոշում ունեն, ում են ընդրում դիմություն, թե ընդդիմություն։ Այդ 20%-ը, որ մենք ասում ենք 20-25%-ը, ընդդիմադիր դաշտի մեջ ընդրություն կատարելու ոնց որ անորոշություն ունեն թե ումը, բայց ես գոհ եմ, իմ կարծիքով մենք այդ հատվածից ամենաշատ քվե մենք ստանանք։ Պարոն Արզույան, ամեն դեպքում այսօրվա դրությամբ կարևոր է մասնակցության ցուցանիշն է։ Եթե 1,200,000 ընտրողներ մասնակցեն, ընտրության արդյունքները կարծում եմ մեր երկրի համար տխուր կլինեն։ Պետք է համոզել քաղաքացիներին, որ առավել մեծ թվով լինի մասնակցությունը, որպեսզի ընտրության արդյունքները լինեն այնպեսին, ինչպեսին հասարակության տրամադրություններն են ընդհանուր առմամբ։ Ես չեմ կարծում, որ հասարակությանը պետք է ինչ-որ ձևի համոզել, դա ոչ, պետք է ուղղակի ներկայացնել իրավիճակը, որը արվում է, պետք է ներկայացնել ծրագիր, որը որ պետք է ընկալվի, ընդունվի, եւ ես կարծում եմ, որ այդ պասիվությունը, որ նախկինում եղել է, դա չի լինելու։ Հիմա մեծ ակտիվություն կա, գրեթե շատ չնչին տոկոս է, որոնք արտահայտվում են, որ մեր համար միևնույնն է ինչ կլինի, մեր համար միևնույնն է ով կլինի, մենք չենք մասնակցելու կամ հələ չենք կողմնորոշվել։ Մեր աշխատանքի արդյունքում մենք հիմա ունենք հստակ տեղեկություն, որ գրեթե 99% ունեն որոշում, գրեթե այդ 99%-ի որոշումը անփոփոխ է եւ կարծում եմ ընտրությունների արդյունքով դա կերևա։ Կցանկանայինք ներկայացնել, թե ինչ եք խոստանում կոնկրետ քաղաքացիներին, հանրությանը։ Ձեր նախընտրական ծրագիրը փորձեք Մեր ներկայացնել։ նախընտրական ծրագիրը ինքը փրկության, Հայաստանի Հանրապետության փրկության ծրագիրը։ Մեր նախընտրական ծրագիրը կուսակցության, քաղաքական թիմի ծրագիր է, որը որ ցանկալի է ուզում ենք որ դառնա պետական, որպես պետության պետական ծրագիր եւ այս ծրագրով մեր պետությունը գալիք տարիներին ավելի կայանա, զարգանա, բարգավաճի եւ զորանա ու հզորանա։ Լավ, ձեր խոսքը, ձեր կոչը առավելապես նրանց ամենանիվ ես մնում եմ այդ կարծիքին կամ Երևանում երակշռում է այդ կարծիքը, որ հանրության որոշակի ընտրազանգված կա, որ չի կողմնորոշվել թե ում ընտրել։ Ամեն դեպքում ձեր խոսքը ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել թե ում ընտրեն։ Ովքեր որ չեն կողմնորոշվել թե ում ընտրեն, թող ուշադիր հետևեն, ովքեր որ ներկայացնում են իրանց ծրագիրը, իրանց ծրագրերը, ես կողմնորոշվելու համար ոչ մի խորհուրդ չեմ տալի։ Բոլորը ունեն սեփական կարծիք, սեփական վերաբերմունք, սեփական մոտեցում եւ կարծում եմ յուրաքանչյուր ոք նամանավանդ նրանք, ովքեր որ այս պահին չեն կողմնորոշվել, ոչ մի խորհրդի կարիք չունեն։ Իրանք ուղղակի ում կընտրում են դեռևս ընտրապայքարը, զուտ, որ ոչ թե ստիպված, այլ կամքով, կամովի, հաճույքով եւ սիրով ընտրել։ Եկեք մի քիչ կենցաղացնենք, հա, մեր զրույցը ձեր թույլտվությամբ, բարձրացել եք հատիս
այնտեղ որտեղ տեղադրվում է Հիսուս Քրիստոսի արձանը, պետք է տեղադրվի Նոյան տապանը։ Մի քիչ անդրադառնանք ձեր առաջնորդ Գայիկ Ծառուկյանի գործունեությանը մարտեսակի։ Մենք չենք բարձրացել, մենք դրաշավի առաջի օրը Հրազդանի Խասի համայնքում քնեցին 7 գար, որպես մատաղացու եւ այդ 7 գարի մատաղացու արարողությունը պլանավորում ենք Հիսուս Քրիստոսի մեր արձանի բացումը։ Մենակ բացման չէ, շինարարության այդ պրոցեսի ընթացքում, այցելության ընթացքում, որի մասին տեղեկացել ենք պարոն Ծառուկյանին եւ մենք մեր քաղաքական թիմով Հրազդանի տարածաշրջանի անպայման կայացրել ենք հարմար պահի, իհարկե մարդիկ ցանկացան, որ պարոն Ծառուկյանը ներկա լինի, դա ընթացքի մեջ է։ Իսկ բանակարարշավի վերջնահատվածում մեծ հանրավակ լինելու է, կգա պարոն Ծառուկյանը Հրազդան։ Հրազդանում եղել է, արդեն պարոն Ծառուկյանը Հրազդանում դիմավորել ենք եւ պատրաստվում ենք մեծ հանրավակին ամսի 4 Երևանում։ Հա, Երևանում։ Լավ, ավելի շատ հանրության այդ շփումները ինչ է հուշում, հետընտրական զարգացումներ կլինեն Հայաստանում։ Միշտ դրություններից հետո հետընտրական զարգացումներ ալին։ Բայց ես հետընտրական զարգացումները բացասական ռակուրսով չեմ նայում։ Հետընտրական զարգացումները ես կարծում եմ կլինեն միանգամից խաղաղարար, հանդուրժողական, բարի մթնոլորտով կշարունակվի հետընտրական պրոցեսների նկատմամբ ես ավելի դրական եմ վերաբերվում, որ կարծում եմ ավելի ամեն ինչ հանգիստում։ Լավ, Բարգավաճ Հայաստանը քվեաթերթիկների համարով 7-րդն է, կարծես հետաքրքիր խաղ է ընտրվել, հունիսի 7-ին ընտրենք համար 7-ին, այլ կարգախոս ունեք նախընտրած։ Մենք շատ կարգախոս ունենք, ուղղակի ես կարծում եմ պետք է ամեն բան լինի ասուկանքով, ասուորմիկով եւ նույնիսկ համարում եմ, որ դա պատահականություն չէ, ոչ մեկի կողմից որոշված չէ, որպեսզի հունիսի 7-ին հասարակությունը ընտրի համար 7-ին։ Դե երբ ընտրություն կատարեցին համարների, պատահական ճիշտ է ընտրվեց համար 7-ը Բարգավաճ Հայաստանի համար, ինչը ամսի 7-ի հետ ասացի, որ հետաքրքիր բառախաղ է ստացվել։ Շատ խորհրդավոր եւ շատ խորհրդանշական բան ստացվեց, որ հունիսի 7-ին մեր ազգաբնակչությունը ընտրի համար 7-ին։ Լավ, մեր հարցերը այսքանն են կա, որևէ բան ինչի մասին ինքներդ կցանկանաք խոսել, չհարցրեցի։ Դե կարանք բավարարվենք, մեծ հաշվարկով ամեն ինչ մի օրում հնարավոր չի ավարտել։ Շատ կարևոր է, որ մենք ներքին կյանքում ունենանք անդոր, ներքին կյանքում ունենանք խաղաղություն, ներքին կյանքում ունենանք միասնականություն, ներքին կյանքում ամեն բան լինի առողջ, քաղաքական իմաստով, հասարակական իմաստով, որպեսզի մեր այս դժվար, ծանր, բարդ տարածաշրջանում մենք կարողանանք լինել միջազգային սուբյեկտ։ Իսկ այդ ամենով հանդերձ անհրաժեշտ է, որ լինի իշխանափոխություն։ Իշխանափոխություն իհարկե այդ ամեն ինչը հենց դրա համար է, որ վճռականությունը, դրա համար է հասարակության այս նադայել եղած վիճակը, դրա համար է, որ ես մի քիչ որոշ մանրամասների չանրադարձա, միգուցե նաև ժամանակի հետ խնդրից, մենք պապս մի հետաքրքիր բաներ ասում էր, բալես, եթե մի մարդ քեզ մի անգամ կխաբի, ուրեմն անոտ իրան, եթե մի մարդ քեզ 2 անգամ կխաբի, անոտ քեզ, եթե մի մարդ քեզ 3 անգամ կխաբի,
ուրեմն ամոթ համ Իրան, համ էլ քիզ։ Հիմա ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ամոթի վերականգնում պետք է ունենա։ Մեր հասարակության մեջ այնպիսի բաներ են տեղի ունենում, կարծես թե ոնց որ ամոթ բառն է իր դերը, նշանակությունը, ազդեցությունը գործել է, բայց չէ, ամոթը մարդու համար է, ամոթը լավ բան է եւ բնական քաղաքական կատեգորիա չի ամոթը, բայց այսօր մենք հասարակությունով հանդերձ մեր հայրենակիցների նաև պահվածքով հանդերձ հասկանում ենք, որ շատ բաներ կա այս իշխանության կողմից արված, որի համար մենք ամոթի ենք արժանանում, համաչում ենք եւ նույնիսկ եթե իշխանապողությունը մենք կասկածի տակ դնենք, դա էլ է ամոթ։ Եվ կարծում եմ հակասու, որ մեր հասարակությունն ունի պատիվ, արժանապատվություն, հայրենասիրություն եւ այդ ամեն բարոյական մարդկային հատկանիշները հասարակությանը կդրտեն, կտրամադրեն եւ կօգնեն, որ իրան կատարեն ճիշտ ընտրություն եւ տեղի ունենա իշխանապողություն։ Չի կարելի որ չլինի իշխանապողություն, իշխանապողություն պետք է լինի։ Չի հնարավոր չի Աստված հայ ժողովրդին, հայկական պետությանը բերի 21-րդ դար 2026 թվին ու իր այդ բոլոր այսպես կոչված հալածանքներից հետո նաև տանի կործանվում։ 2026 թվի հունիսի 7-ի ընտրություններով մենք Հայաստանի փրկության, Հայաստանի հետագա գոյության կամ ինչպիսի գոյության այս խնդիրն ընտրություն։ Մեր ընտրությունը լինել չլինելի կամ ինչպիսին լինել չլինելու։ Մենք ազգային, հոգևոր, եկեղեցիական, հայ առաքելական եկեղեցու այս առաջնորդության պետություն պետք է ունենանք, որը որ կլինի մենակ իշխանապողությունից հետո։ Փառքասու ամեն ինչ կարծում եմ նորմալ է այդ հարթության մեջ։ Եղավ, շնորհակալություն հարցազրույցի համար։